մեր մոտ միշտ համարվել է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն խաբեբաները, քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք խորամանկ են, որոնք սեփական ժողովրդին կարան խորամանկ են եւ իշխանության կան, ինչպես որ 18 թվականին եղավ, երբ որ տնտեսությունը զարգացավ, մեծացավ 2 անգամ, բանկերի շահույթը մեծացավ 11 անգամ, բայց մարդկանց կենսամակարդակը մնաց նույնիսկ իջավ։ Սա ամենամեծ խայտարակությունն է եւ ամենամեծ ամոթն է մեր համար։ Ես ուղղակի մի կետի վրա կուզենամ անդրադառնալ երաշխարհված խաղաղության վերաբերյալ, որտեղ առանց երաշխարհված խաղաղության ես ուղղակի հավաստիացնում եմ, ոչ մի տնտեսական զարգացում չի լինի, մարդկանց կենսամակարդակի զարգացում չի լինի, մարդկանց սոցիալական բարեկեցություն չի լինի, որտեղ առանց երաշխարհված խաղաղության մենք Հայաստանը չի կարող լուրջ ապագա ունենալ։ Մինչև որ մարդը չի իմանա, որ իր երեխան որ գնում է բանակ ինքը պետք է ապահով լինի, այդ մարդը չի կարող ապահով ապրել։ Եվ այն զորամասերի պետերը, որտեղ 18 տարեկան երեխան զոհվում է, այդ մարդը պետք է կանգնի քրեական պատասխանատվության տակ, առանց որևէ բանի, որտեղ Հայաստանում պետք է մենք ունենանք երաշխարհված բանակ, երաշխարհված անվտանգային համակարգ։ Հիմա ինչով է տարբերվում երաշխարհված խաղաղությունը, որ մենք ենք առաջարկում, այն խաղաղությանը, որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։ Ասեմ դες համաշխարհային պատմության ընթացքում ժամանակից աշխարհում երկու ժողովուրդների միջև երկարատև այս հակամարտության արդյունքում չի եղել որևէ մի տեղ, որտեղ այդ հաշտությունը լինի առանց միջնորդի։ Չկա այդպիսի փաստ։ Այսինքն փաստացի այն ինչ որ հիմա առաջարկվում է Հայաստանի ժողովրդին, սա էքսպերիմենտ է եւ ինքը փաստացի նշանակում է խաղաղություն Ալիևի ցանկությամբ։ Սա կարող այդպես ձևակերպենք, այսինքն մի օր կարող Ալիևը հայտարարի, որ ես հիմա արդեն ուզում եմ խաղաղություն, հաջորդ օրը կարող ասի ես ուզում եմ պատերազմ։ Իսկ դա ինչի արդյունքում կլինի, որովհետեւ Ալիևը կտեսնի, եթե ինքը ուժեղ է, Հայաստանը, այսպես ասած, անվտանգ չի, ինքը միանգամից իր խնդիրը փոխի։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ այս առաջարկվող իբր խաղաղության մենք պետք է ունենանք երաշխավորված խաղաղություն, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցային գործընթացի մեջ լինի միջնորդ։ Ես մի օրինակ բերեմ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությունը մոտ 1000 կիլոմետր է, Նախճեվանով եւ 1000 կիլոմետր։ 1000 կիլոմետրից Ադրբեջանը ճանաչել է ընդամենը մեր 12 կիլոմետրը, այն էլ Տաուշի մարզում Հայաստանի զիջումների արդյունքում 12 կիլոմետրը ճանաչել։ Այսինքն Ադրբեջանը դե ֆակտո Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում։ Սա իրականությունն է, որ դուք բոլորդ իմանաք, մարդիկ որ ասում են, թե Ադրբեջանը ճանաչում է, այդ երկրորդ խաբեությունը Ադրբեջանը աշխարհով մեկ դա հայտարարում է, բայց սահմանները չի ճանաչում, որտեղ հույս ունի, որ այս մարդը մնա հունիսի 7-ից հետո, ինքը արդեն ամբողջական ինքը գրավի։ Սա շատ կարևոր վտանգավոր իրավիճակ է։ Հիմա միջնորդով կարող է միջնորդ դառնալ։ Ես ասեմ ձեզ անկախ նրանից թե մենք ոնց ենք վերաբերվում լավ թե վատ, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ամենաճշգրիտ քարտեզը ունի Խորհրդային Միության բանակի գլխավոր շտաբը։ Ուրիշ ոչ մի ուրիշ ինստիտուտ այդ ճշգրտությունը չունի։ Այսինքն միայն եւ միայն Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա է դա հնարավոր սահմանագծել եւ սահմանազատել ամբողջ սահմանները։ Ուրիշ կառույց չկա ուղղակիորեն, ցավոք սրտի։ Մեր դուր է գալիս, է դուր չի գալիս։ Այսինքն փաստացի կարելի ասել, որ գետնի վրա միակ երկիրը, որը կարող է այդ միջնորդի ֆունկցիան կատարի, այսօրվա դրությամբ դա Ռուսաստանն է, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ռուսաստանի հետ միասին միջնորդ ինստիտուտ ներդնելով այդ խնդիրը լուծելու արդյունքում առնվազն պետք է մենք ձգտենք, որ մինչև 100% մեր սահմանագծվի եւ սահմանազատվի եւ կոնկրետ մենք կարողանանք կոնկրետ սահմանը կառուցենք, ինչպես որ ունենք Թուրքիայի հետ սահմանը, ինչպես որ Իրանի հետ սահմանը։ Մենք պետք է կոնկրետ սահման ունենանք, որից հետո արդեն այդ ամենից հետո արդեն մենք պետք է մեր այդ համաձայնագիրը դնենք արդեն միջազգային հարթակներով, այսինքն այդ սահմանը ճանաչվելու այդ փաստաթուղթը, որ մենք Ռուսաստանի հետ կառուցենք, մենք կարծում եմ, որ դրանք կողջունեն նաև Եվրոմիությունը, կողջունեն նաև Միացյալ Նահանգները, որովհետև ես մի հատ ինֆորմացիա էլ ասեմ, որ ստույգ ինֆորմացիա է, այս տրիպի հետ կապված, երբ որ Վենսը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մտադիր են ներդրումներ անել Հայաստանում եւ Հայաստանը դարձնել արհեստական բանականության կենտրոններից մեկը, ապա ես ասեմ, որ Միացյալ Նահանգների այն շրջանակները, որոնք պատրաստ են այդպիսի ներդրումներ անել, իրանք նշում են հետեւյալը, ասում են, որ մինչև որ կոնկրետ երաշխարհված խաղաղություն չլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև,
մենք այդպիսի ներդրումներ չենք անի, որովհետև մենք փողը դնում ենք, պետքա երաշխիք ունենանք, որտեղ պատերազմ չի լինելու։ Այսինքն իրանք ասում են, որ մենք դեմ չենք, որ Ռուսաստանը այդ ֆունկցիան կատարի, մենք երաշխիք ունենանք, հետո Միացյալ Նահանգները կարան միանան դրան։ Այսինքն սա չի հակասում, այսպես ասած, այն պատկերացումներին, որ երաշխիքի ինստիտուտի առաջի փուլը կարող է կատարի Ռուսաստանը, հետո դրան կարան միանան նաև Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, ինչպես որ Մինսկի խմբի ժամանակ այդ process-ը կատարվեց։ Բայց ի տարբերություն Մինսկի խմբի, մենք ունենք շատ առարկայական կոնկրետ համաձայնագիր Ռուսաստանի հետ անվտանգային իմաստով եւ մեր դա հենց դա է, որ մեզ պաշտպանում է եւ վտանգներից տեսեք ինչ է կատարվում ծոցի երկրներում։ Ծոցի երկրները ունեին անվտանգային բոլոր պայմանները Միացյալ Նահանգների հետ եւ հսկայական միլիարդավոր դոլարներ էին տալիս Միացյալ Նահանգներին, ասեմ դե ժողովուրդ, հսկայական քանակի։ Եվ պարզվեց, որ այդ անվտանգային հովանոցը փուչիկ էր։ Պարզվեց, որ փաստացի Միացյալ Նահանգները ասում էին, որ մենք ձեր օդը պահում ենք, բայց օդ չկար, այսինքն ներդրումներ չէին արել, կամ արել են այնքանով, որքանով, այսինքն իրանց բազաները փայլուն պաշտպանել են, բայց Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ամբողջ տնտեսական ենթակառուցվածքները ռմբակոծության տակ հայտնվել եւ ոչ մի պաշտպանություն չի եղել։ Դուք այդպիսի պաշտպանություն եք ուզում, ես հարց եմ տալիս։ Կարելի է վստահել այդպիսի համակարգին, իհարկե ոչ, բայց մենք կողմ ենք, որ Միացյալ Նահանգների հետ շարունակենք խաղաղ ոլորտներում իսկապես, որտեղ Միացյալ Նահանգների, այսպես ասած, Սիլիկոնային հովիտի ֆիլիալ կարող են դարձնել նաև Հայաստանում եւ խաղաղ միայն խաղաղ ոլորտների պարագան մենք կարող ենք զարգացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, ես ասեմ, որ Սիլիկոնային հովիտում Միացյալ Նահանգների բավականին մեծ քանակի հայ ազգի ինժեներական միտք կա, որով կարողանանք մենք Հնդկաստանի օրինակով Հայաստանը նույնպես զարգացնել։ Իհարկե դա չի վերաբերում ատոմային էներգիայի մասով, ատոմականի մասով մեր միակ եւ գլխավոր գործընկերը պետք է լինի Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանը այսօր ատոմականներ է կառուցում ՆԱՏՕ-ի անդամ երկիր Հունգարիայում, ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայում, Հնդկաստանում եւ այսօրվա դրությամբ մենք համարում ենք առաջատար երկրներից մեկ, այսինքն մենք պետք է համագործակցենք այն երկրների հետ, այն ոլորտներում, որտեղ իրենք առաջատար են աշխարհում։ Արհեստական բանականության ոլորտում Միացյալ Նահանգներն առաջատար, ատոմային էներգիայի պարագայում Ռուսաստանն առաջատար, մեր անվտանգությունը գետնի վրա Ռուսաստանը կարող է ապահովի, բայց Միացյալ Նահանգների հետ մենք պետք է նաև համագործակցենք այլ ոլորտներում։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոմիության հետ, ապա ես համաձայն եմ Թևանյանի հետ այն գաղափարը, որ իսկապես արժե համակարգային իմաստով ու չհաշված ավանդական արժեքները, որ մենք պետք է պահպանենք եւ մենք մերժում ենք ոչ ավանդական են արժեքները, որ Եվրոմիությունը փորձում է տարածել աշխարհով մեկ, բայց կան արժեքներ, եվրոպական արժեքներ, բազային արժեքներ, դա մարդու իրավունքների արժեքն է, դա մասնավորի պահպանության արժեքն է, դա դատական համակարգի ազատության եւ ինքնություն արժեքն է, դա իշխանությունների տարանջատման արժեքն է, ընդհանրապես եվրոպական զարգացման մոդելի արժեքն է, որը մենք աջակցում ենք եւ խրախուսում ենք եւ մենք պետքա իսկապես այդպիսի երկիր կառուցենք եւ վերջապես սեպայի շրջանակներում մենք պետքա վերջնագրերով հանդես գանք եւ ասենք, որ մենք գիտեք ինչ, մենք թափառաշրջիկ չենք եւ մուրացկան չենք, կամ մեզ տալիս եք ազատ վիզաների ռեժիմ, կամ մեզ շարունակեք խաբել։ Ըստ էության այդ խաբեությունը, որ կա ցավոք սրտի եվրոպական երկրների կողմից, ոչ եվրոպական երկրների անձամբ շատ տարածված բան է։ Վրաստանը ստացավ այդ հնարավորությունը, մենք էլ այդ հնարավորությունը ունենք այդ հնարավորությունը ստանալու եւ այս 8 տարվա ընթացքում, որ իբր թե եվրոպական իշխանությունը սանտիմետր անգամ չի մոտեցրել այդ խնդիրը, սանտիմետր անգամ, եւ մենք այս 4-5 տարիների ընթացքում պետք է ամեն ինչ անենք, որ այդ խնդիրները լուծենք։ Ի վերջո, ես նույնպես եմ կրկնում, 4-5 տարիների ընթացքում Հայաստանը կարող է իսկապես դառնալ լուրջ անվտանգային իմաստով շատ լուրջ անվտանգ երկիր, կայուն բարեկեցիկ զարգացում ունենա, խաղաղությունը ապահովի եւ թռիչքային զարգացում